Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի հայությունը Արցախի մեջ 5000 տարվա պատմություն ունի։ Ասֆոտելուսը Արևմտյան Հայաստանի Երզնգայի բարձրաթիվ հատվածներու բուժական ու սննդային բույսը։ Շուշիի եւ Գարսի անգումները։ Նույնիսկ Արցախի մեջ հայերու էթնիկ զդումեն հետո Արևելյան Հայաստանը խաղաղության ցերկ մեկներ է Բաքուին։ Ինչ կնշե Հայաստանի մեջ Եվրոմիության դիտորդական առաքելությունը։ Բորդասար Արևմտյան Հայաստանի հնագույն մեգալիթյան գոտողը Աշոտ Հարությունյան։ Ապրիլյան պատերազմը դադրեցավ Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի խնդրանքով։ 2015 թվականին Ադրբեջանի դիվանագիտական ճնշումներու պատճառով մեկ տարիով հետաձգվեցավ Ազոխի Կարանցավն ու Կովկասյան միջանցքը Կիրկի հրադարագումը։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձեցին արգելափակել այս գիտական աշխատանքը, այլ միջազգային ոստիկանության միջոցով ցերպակալելու փորձեր ձեռնարկեցին անոր խմբակիրներու գենսաբանական գիտություններու դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի նկատմամբ։ Ազոխի Կարանցավը, որը գտնվի Հադրութի շրջանը, դարձել է միջազգային գիտական հետազոտություններու կետրոն։ 20 տարվա ուսումնասիրություններու ընթացքին հայտնաբերվել են 100-400 տարվա վաղեմություն ունեցող նստվածքներ, ինչը կարևոր նշանակություն ունի նախատարյան մարդու դեղաշարժերու եւ բնականության ուսումնասիրության համար։ Պրոֆեսոր Եպիսկոպոսյանը կնշե, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն կփորձի խեղաթյուրել պատմական փաստերը եւ յուրացնել հայկական ժառանգությունը, մինչդեռ հայ գիտական արդյունքները բավարար ուշադրություն չեն ստանար պետական մակարդակով։ Ան կընդգծե, որ առանց գիտական հետազոտություններու համապատասխան հանրայնացման եւ պետական աջակցության հնարավոր չէ պաշտպանել հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը միջազգային տեղեկատվական եւ դիվանագիտական պայքարին մեջ։ Քարնան ամիսներուն Արևմտյան Հայաստանի Երզնգայի բարձրաթիվ հատվածներուն մեջ հայտնված ասֆոտելուս խոդաբույսը սկսել են հավաքել դեղաբնակները։ Այս բույսը կօգտագործվի ինչպես սնունդի, այնպես էլ բուժական նպատակներով։ Մուրադ Այդեմիրը, ով գուղեկցի զբոսաշրջիկներուն, նշել է, որ շիրիսը ընդգրկված է նաև լեռնային այծերու սննդակարգին մեջ։ Ան ավելցուցել է, որ լեռներու մեջ աճող վայրի գերասեն պատրաստված թթուները գարանցնանան իրենց յուրահատուկ համով։ Այս բույսը դարեր շարունակ կիրառվել է տարբեր ոլորտներու մեջ, բժշկութենեն մինչև զարդարանքի օգտագործման համար։ Շատերը կնախընտրեն բուսական բուժման ցևերը, քանի որ կենթադրվի, որ անոնք ունի նվազագույն գոմնագի ազդեցություններ։ Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերեն են Շուշիի եւ Գարսի անգումները, որոնք նշանավորեցին ազգային գոռոցներու եւ նոր մարտահրավերներու սկիզբ։ Այս երկու կարևոր քաղաքները, ըլլալով հայկական մշակույթի եւ ինքնության կետրոններ, զոհ կացին նույն ռազմաքաղաքական թավերուն, ներխուժման, դավաճանության եւ մեծ տերություններու անդարբերության։ Գարսը, ըլլալով Արևմտյան Հայաստանի ռազմավարական կարևորագույն ամրոցներեն մեկը, 1920-ին ենթարկվեցավ թրքական ուժերու գրոհին։ Չնայած քաղաքը կպաշտպանեին Կովկասի հայկական հանրապետության բանակի քաչարի զինվորները, թրքական քերագշռող ուժերը դավաճանության եւ ռազմական սխալներու հետևանքով գրավեցին այն։ Գարսի անգումը գործանարար հարված դարձավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար, քանի որ անոր հաջորդեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հայերը զրկվեցան իրենց անկախության մեծ մասեն։ Շուշին, որը տարեր շարունակ արցախյան մշակույթի եւ ինքնության անբաժան մասն էր, երկու անգամ դարձավ թշնամու թիրախ։ Առաջին անգամ 1920-ին թուրք թաթարական ուժերը հայաթափեցին քաղաքը, գոդորեցին հայ բնակչության եւ այրեցին հայկական թաղամասերը։ Սակայն 1992-ին հայ ազատամարտիկները վերականգնեցին պատմական արդարությունը ազատագրելով Շուշին։ 2020-ի պատերազմի ընթացքին քաղաքը դարձյալ հայտնվեցավ թշնամու թիրախը։ Տեխնիկական եւ մարդկային միջոցներու անհավասարության, ինչպես նաեւ դիվանագիտական անդարբերության պայմաններուն մեջ Շուշին ինգավ։ Այս անգամ անգումը ոչ միայն ռազմական, այլ խորհրդանշանական գոռուստ էր, քանի որ այն Արցախի փրկության փանալին էր։ Այսօր, երբ կհիշենք Գարսի ու Շուշիի անգումները, հարկավոր է ընել ամեն ինչ պատմութենեն դասեր քաղելու եւ աբակային նման ողբերգություններեն խուսափելու համար։ Ապրիլ 2-ին Բելգիայի ներկայացուցիչներու բալադի արտաքին հարաբերություններու հանձնաժողովին դեղի ունեցել են հարավային Կովկասի խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին բանացեւի լսումները։ Հայաստանի տեսփանը շնորհակալություն հայտնել է Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերուն մշտական ուշադրության համար, ընդգծելով Բելգիայի կառավարության գազմավորման հուշագիրին մեջ Հայաստանին աջակցության ամրագրումը։
Խորհրդարանական լսումներուն Տեսփան Բալայանը նշեր է, որ նույնիսկ Արցախի հայերու էթնիկ զդումեն հետո Հայաստանը խաղաղության ցերկ մեկներ է Ադրբեջանին, առաջարկելով փակել թշնամության էջը եւ խաղաղության համաձայնագրի գնքումով քաղաքագիր հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի գայուն եւ փառքաված աբակայի։ Ան կարևորեր է միջազգային հանրության հետևողական չանքերը իրավիճակի սրացումը կանխելու եւ Հայաստանի գառուցողական նախաձեռնությունները կյանքի գոչելու ուղղությամբ։ Պատգամավորներու հարցերուն արձագանքելով Տեսփան Բալայանը համաբարփակ կերպով ներկայացուցել է խաղաղության խաչմերուկ նախագիծը Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով իրականացվող աշխատանքները։ Հայաստանի Եվրոպական միության առաքելությունը այսօր հբարտությամբ կնշե կարևոր իրադարձությունը։ Առաքելության հիմնադրումեն ի վեր մենք ավարտել ենք մեր 5000-րդ բարեկությունը։ Մեր հանձնարարությունն է աջակցել տարածաշրջանի խաղաղության։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար, նշեր են Եվրոմիության առաքելութենեն։ Ողջ աշխարհին հայտնի հայկական մշակութային այս կոթողը թրքական ռազմագալության վարչական բաժանումով կգտնվի Անադոլիա թերակղզիի Շանլը Ուրֆա նահանգը։ Բորդասարը հնագիտության հայտնի աշխարհի խոշոր մեգալիթյան կառույցներեն ամենահինն է։ 2003 թվականին կատարված գեոմագնիսական ուսումնասիրություններու հիման վրա անոր տարիքը քննադատվել է մոտ 12000 տարի։ 2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանական բանակը գործողության մեջ տնելով իր դրամատրության տակ եղած ժամանակակից սպառազինության բոլոր միջոցները, օրինակ համազարգային գրագի հերահար համագարկեր, իսրայելական արտադրության գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրոհային ինքնաթիռներ եւ հարվածային ուղղաթիռներ շփման գիծի հյուսիսային եւ հարավային ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման։ Ապրիլ 2-5-ը հագարագործի հրետանային ուժերու կողմեն արցախյան թիրքերու եւ խաղաղ բնակավայրերու ուղղությամբ արձակվեցավ շուրջ 30,000 արկ։ Նման ծավալի ուժերու եւ միջոցներու ներգրավման արդյունքով հագարագործը հաջողեցավ 4 օրվա թեժ մարտերու ընթացքին գրավել 19 մարտական թիրք։ Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողություններու ընթացքին հայկական կողմը տվավ 75 զոհ։ Նույն ժամանակահատվածին հագարագործի գորուսներու թիվը կհասներ շուրջ 800-ի։ Պատերազմը դադրեցավ Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի խնդրանքով։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։